Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Շիրազի փողոցում գտնվող 0.37 հեկտար մակերեսով հողամասի և 1211.74 քառակուսի մետր մակերեսով պայծների նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 55.471.000 դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում հատիկ հեշտեգի ներքո գրել է վարչապետը։ Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Երևանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ ինքը նախ ընդհանրապես խոսել է աշխարհում տարիներ, տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած անվտանգության ճարտարապետության մասին եւ այն մասին, որ վերջին տարիներին առհասարակ մի շարք տարածաշրջաններում այդ ճարտարապետությունն այդքան արդյունավետ չի աշխատում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ խոսել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության մասին եւ նշել, որ դա երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում։ Միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին նշել է, որ հենց տարածաշրջանային երկրներն են, որ պետք է լուծեն եւ բանակցային տարածաշրջանում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին։ Հանդիպման ընթացքում նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը, դեմ արտահայտվելով միջազգային ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Վար դեպարտամենտում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է զոհվել, եւս 2-ը անհայտ կորած են համարվում։ Տարերքը հսկայական վնաս է հասցրել տարածաշրջանին, ավերելով կամուրջներ ու ճանապարհներ, խափանելով առնվազն 2 տարածաշրջանային գնացքի երթևեկությունը, հեղեղելով փողոցները, առաջացնելով էլեկտրականության ու ջրի մատակարարման խափանումներ։ Տեղական իշխանությունների տվյալներով ավելի քան 600 տուն հոսանքազրկված է։ Խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը, 2 տարածաշրջանային գիծ փակվել է հեղեղված եւ ջրից վնասված ուղիների պատճառով։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության եւ երկկողմ գործընկերության ընդայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին։ Արարատ Միրզոյանը նշել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այդ համատեքստում ներկայացվել է վերջին զարգացումներն, ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։ Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Նախարարն այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ։ Նա նաեւ նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղին է եւ Թերանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։ Նրա գնահատմամբ Թերանի եւ Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական եւ մշակութային հիմքերի վրա եւ Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։ Օկուպացված Արցախի տարածքներում շարունակվում են Ադրբեջանի բանակի եւ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները։ Դրանց երրորդ օրը երկու կողմերն անցկացրել են մասնագիտացված վարժանքներ, մարտական սցենարների մոդելավորում եւ համակարգված գործողություններ երկու կողմերի դաշտային հրամանատարների եւ մարտավարական ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ։ Արազ 2025 զորավարժությունները ավարտվելու են այսօր։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզ է ժամանել Ուկրաինայի զինված ուժերից մարզի ամբողջական ազատագրումից ի վեր առաջին անգամ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այնտեղ նա հանդիպել է մարդասիրական շտաբի կամավորների հետ։